Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, վարկաններանց կրկին կսկսենք մեր հեռարձակումները Afel Armenia YouTube-յան ալիքի եթերում կամ մրցավարի Սուլիչը մեկնարկում է վերջին խաղային օրը խաղային շաբաթվա ու արդեն Չեմպիոնների լիգայի շրջանակներում այսօր կմրցեն միմյանց դեմ Արսենալն ու Լիվերպուլը եւս մեկ հետաքրքիր դիմակայություն այս թիմերը տպավորեցին նաեւ իրենց առաջին տուրի հանդիպումներով իսկապես շատ հետաքրքիր իրադարձություններ են դասավորվել այս խմբում դրա մասին խոսեմ Կազմերը ներկայացնելուց հետո հանդիպման ընթացքում եկեք հիմա արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարությունների հետ սկսենք Արսենալից դարպասը պաշտպանում է Սերգեյ Գալստյանը համար 1 Գևորգ Զարգարյան համար 4 Կամու Արզումանյան համար 7 Էրիկ Կարապետյան համար 9 Էդմոն Չոբանյան համար 11 Արման Հակոբյան համար 17 նա թիմի ավակ թե Գորի Ախանյան համար 19 Էրիկ Մանուկյան համար 21 եւ Պոտիսամ Տանապան համար 23 Գիրիլ Պանտենևը պաշտպանում է Լիվերպուլի դարպասը համար 1 Յուրա Ալավերդյան համար 3 Ռայսի Ամիրհոզեն համար 4 Տիգրան Ներսեսյան համար 8 Եսայի Դեմիրշյան համար 9 Ավետիս Դուրգարյան համար 10 Սուրեն Կարապետյան համար 12 Դավիթ Հարությունյան համար 13 Սաշա Աթաբեկյան համար 15 Գանի Խալացյան համար 17 Վարկես Ադամյան համար 18, Արամ Ենգիբարյան համար 19, Նաթիմի ավակն է, Սուրեն Ղուկասյան համար 23 և Սիփան Կտմիրյան համար 90, այսպիսի հայտարարություններ ունի այս հանդիպան հետ կապված։ Լիվերպուլը այո թիմերը իսկապես տպավորեցին իրենց առաջին տուրի հանդիպումներով Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում նախ Լիվերը կարողացավ առավելության հասնել Չելսիի նկատմամբ տանելով 2-1 հաշվով հաղթանակ, բայց իհարկե պետք է ընդգծել Արսենալի կամային որակները առաջի տուրի հետ կապված թիմը, որքան էլ որ չասեմ չբացառենք այդ խաղում նրանց հաղթանակ, քանի որ նրանք շատ մոտ էին այդ խաղում հաղթելու էլիտ լիգայի փոխ-չեմպիոն Ատլետիկոին ներկայիս գործող Չեմպիոնների լիգայի չեմպիոն Ատլետիկոին համառ դիմակայություն մղեց Արսենալը Ատլետիկո Երևանի հետ ու հաղթում էր հանդիպան ընթացքում 3 գնդակի տարբերությամբ, բայց գործող չեմպիոն Ատլետիկոն հանդիպան վերջնամասում կորզեց հաղթանակը գեր գոլ առանց խաղում 5-4 հաշվով հաղթեց Ատլետիկոն Արսենալին իսկապես ծափահարություններ միայն ու միայն այդ հանդիպան համար Արսենալի ֆուտբոլիստերին արեցին նրանք ամեն ինչ ամեն հնարավոր տարբերակներ այդ խաղում չպարտվելու ոչ թե չպարտվելու հաղթանակի հասնելու գործում հաղթանակի հասնելու համար բայց իհարկե վերջնամասում Ատլետիկոն իր կարգի հաշվին միգուցե այսպես ասենք կարողացավ կորզել հաղթանակը այնտեղ Գագիկ Ակուլյանը տպավորեց իր անցկացած խաղով իսկապես վերջնամասը շատ լավ ձևավորվեց Երևանի Ատլետիկոյի համար հիմա վտանգավորելու այստեղ փրկում է այո փրկեց Արսենալին դարպասապահ Սերգեյ Գալստյանը առաջին հետակը բացողներից իր թիմին շատ մոտ էր հիմա արդեն բացելու հանդիպան հաշիվը Լիվերպուլը այս խմբում այո Ատլետիկո Արսենալ Լիվերպուլ եւ Չելսի մեկ իսպանական 3 անգլիական թիմեր են ինտեգրվել ու տեսնենք դեռ միայն Լիվերպուլն ու Արսենալն են անցկացնում իրենց երկրորդ տուրի հանդիպումը վտանգավոր իրավիճակ է ևս մեկ արված Դուրգարյանի կողմից, բայց Գալստյանը կրկին վերցրեց գնդակը այո Չելսին կհանդիպեն երկրորդ տուրի շրջանակներում Չեմպիոնների լիգայի այնտեղ խից արդեն շատ մեծ բան է կախված թիմերը այս տարի հանդիպել են Ատլետիկոն ու Չելսին միմյանց էլիտ լիգայի խաղարկությունում այնտեղ հաղթել է 4-1 հաշվով Չելսին ու արդեն տեսնենք Չեմպիոնների լիգայի այս խաղում ինչ արդյունք կգրանցվի իսկապես անկանխատեսելի հանդիպումներ են ընթանում AFL-ում հատկապես Եվրոպա լիգայի կամ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում որտեղ թիմերը սովորեն մեկը մյուսին մեծ անակնկալներ մատուցելու համար տեսնենք արդեն ով կհասնի այդ ուղեգիրերին play-off-ը նվաճելուն այս 4 թիմից իհարկե դեռ մեկ անցկացած հանդիպումներից հետո ոչ ոքի չեն կարող բացառել կամ փաստել որ օրինակ այս կամ այն թիմը արդեն ունի վաստակած play-off-ի ուղեգիրը այնտեղ ամեն ինչ շատ հետաքրքիր դասավորվելու
ես հիշեցնեմ, որ 16 թիմեր են միանգամից ինտեգրված Չեմպիոնների լիգայի այս խաղարկությանը։ Հիմա եւս մեկ հարված ենք տեսնում ու այս անգամ արդեն գալիս են չդիպավ գնդակի, քանի որ նկատեց, որ այն բարձր է ընթանում այս խաղարկությանը Չեմպիոնների լիգայի 16 թիմեր են ներգրաված, նշեմ այս թիմերին առաջին խումբը կազմել են Watford-ը, Լեռնային Արցախը, Կալիսը եւ Juve-ն, այնտեղ Watford-ը երկու հանդիպումից հետո 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդ խումբը Borussia Mönchengladbach, Villarreal, Benfica, Bayer Leverkusen, այդ խմբում էլ առաջատարը Borussia Mönchengladbach-ն է։ Վտանգավոր է ու այստեղ արդեն առաջինը հաջողության է հասնում Արսենալը, Էրիկ Կարապետյանը բացում է այս հանդիպանաշիվը 1-0։ Որքան էլ որ ակտիվ էր մեկնարկում Լիվերպուլը, բայց առաջինը հաջողության են հասնում Արսենալի ֆուտբոլիստները, մասնավորապես Էրիկ Կարապետյանը եւ ախնդրեմ որտեղ է պետք գալիս հարձակվողական հոտարությունը նա զգաց թե որտեղ է հայտնվելու գնդակ ու ամենաճիշտ դիրքը զբաղեցեց եւ դարպասապայից եղած անադարձից հետո մեկ հարվածով բացեց այս հանդիպանաշիվը։ Արդեն ունենք առաջին դարպասի գրավում ու տեսնենք Լիվերը բաց թողած գնդակից հետո ինչ է փորձելու առաջարկել Արսենալին։ Ես նույնիսկ չհասցրեցի այն 16 թիմերի անունը տալ, ովքեր ինտեգրված են Չեմպիոնների լիգայի այս խաղարկությանը, դա եկեք հիմա շարունակենք։ Երկրորդ խումբը նշեցի Borussia, Villarreal, Benfica եւ Bayer Leverkusen, Gladbach այս խմբում առաջատարն է երկու հանդիպումից հետո ունի վաստակած 6 միավոր եւ 3 շատ ծանր ու հետաքրքիր դինամիկ խաղում Borussia Mönchengladbach-ը հաղթեց Villarreal-ին, այո, այդպիսի խաղում եւ կարողացավ առաջ անցնել այս պայքարում։ Երրորդ խումբը զբաղեցել են Բարսան, Manchester City-ն, Werder-ը եւ Inter-ը այս պահին։ Այդ խմբում առաջատարը Բարսելոնան է, երկու խաղից հետո ունի 4 միավոր եւ ահա այս խումբը Ատլետիկո, Լիվերպուլ, Արսենալ եւ Չելսի։ Այստեղ էլ այս պահին Լիվերպուլն ու Ատլետիկոն ունեն վաստակած 3-ական միավորներ, 1-ական հաղթանակներ։ Այսինքն առաջին տուրեզից հետո Եվ այս 16 թիմերը միասին պետք է պատմեն Չեմպիոնների լիգայի այս տարվա այս խաղարկության չեմպիոնի անունը։ Իհարկե, հիմա դեռ շատ վաղ է խոսել այդ մասին, կրկնում եմ ամեն տուրից հետո որևէ ակումբ անհավանական ինչ-որ բան է առաջացնում Չեմպիոնների լիգայում միավորի առումով, միավորի տեսանկյունից, վտանգավոր ևս մեկ գրոհ, եթե այստեղ Մանուկյանի փոխանցումը հասներ Հակոբյանին, ապա նա արդեն պատրաստ էր եզրափակել այս դրվագը։ Հաղարկեցին Արսենալ տղաները գնդակը։ Տեսնենք այս գրո դեպի ավելի երկ Պոտիսամի ուղղությամբ։ Խորքից փոխանցում Կարապետյանն ընդունեց գնդակը եւս մեկ արբացու դուբլ արդեն Կարապետյանի շատ ճկեղ դարպասի գրավում ենք տեսնում այս ֆուտբոլիստից եւ հայտնի հնարքը նրա 2-0 Արսենալը կրկնապատկում է իր առավելությունը։ Էրիկ Կարապետյան 2-0 ինչպես ընդունեց շրջվեց ու հարվածով, մեկ հարվածով գրավեց դարպասը, շատ վստահ արեց ամեն ինչ, այո, Կարապետյանի գոլը նմանեցնենք Ռոբերտ Լևանդովսկու հեղինակած գնդակին, երբ ընթացքից Լևանդովսկին ընդունեց, շրջվեց ու առանց որևէ տարբերակներ փնտրելու հայտնի հարվածով գրավեց դարպասը։ Հիմա Կարապետյանը անում է դա ու երկու գնդակի առավելությունը ստացել է Արսենալը արդեն հանդիպան մեկնարկում, ինչ հետաքրքիր մեկ տար։ Այո, ակտիվ է Լիվերը, բայց այսպես Արսենալը։ Հիմա Ղուկասյանն է վտանգավոր դիրքում հարված կատարում, բայց Ղուկասյանի կատարած հարված այստեղ բարձր ընթացավ։ Ջոբանյան խաղարկում է գնդակը Էրիկ Մանուկյանի հետ։ Բացվել է Կարապետյանը, երկար փոխանցում Կարապետյանը ու այստեղ արդեն կարող էր հետ-տրիկը գրանցել Էրիկ Կարապետյանին, շքեղ փոխանցում էր ստացել Մանուկյանից ու
Կարելի է այս դրվագը եզրափակել նույնպես գոլով։ Ղուկասյան, լավ, տարապի դեպ գետակը Սուրեն Ղուկասյանը այստեղ չանցավ Ղուկասյանի փոխանցումը։ Ենգիբարյան չի ավարտվել Լիվերի գրոհը, Արաբ Ենգիբարյանը բարձր է ստացվում այն։ Ենգիբարյանի հարվածը։ Ակտիվացավ մի փոքր Լիվերը, իհարկե պետք է նրանք փորձեն այս ակտիվություն հաղորդել այս հանդիպանը, փորձեն որևէ բան արդեն առաջարկել։ Քանի որ Արսենալը շատ վստահ քայլերով, այսպես ասենք, խփեց այս երկու գնդակները։ Չոբանյան նետում եզրից Մանուկյան եւ եւս մեկ եզրային նետում կլինի։ Կրկին Չոբանյան նետեց եզրից Պոտիսամի ուղղությամբ։ Պոտիսամն ուղարկեց գնդակը Սարգարյանին։ Սարգարյան տեսնեք ինչ որոշում է։ Ընտրում կենտրոնով այստեղ անհաջող հեռացման փորձ ու Գալստյանը նորից տեղում էր եւ այս թնդանոթային հարվածը նույնպես կարողացավ հեռացնել։ Նվեր կարող էին հիմա ստանալ Լիվերի ֆուտբոլիստները, ստացան այդ նվերը, բայց չօգտագործեցին այդ հնարավորությունը Լիվերպուլի տղաները։ Տեսնենք անկյունայինից փոխանցումը կա, շատ հեռուն գնաց այստեղ գնդակը, եզրափակող չկար այս փոխանցմանը, բայց Լիվերպուլը շարունակում է մնալ գնդակով։ Հիմա Չոբանյանը մի փոքր առաջ ուղարկեց ու Էրիկ Կարապետյանը տեսեք որտեղից փորձում է սկսել Արսենալի համար գրո Էրիկ Մանուկյան եւ դեպի առաջ, այո, ու Կարապետյանը կհասնի կարծես այս գնդակին, ոչ ավելի շուտ դիմավորեց մրցակիցը Կարապետյանին։ Խնդիրները կարծես առաջացել հիմա Սուրեն Ղուկասյանի հետ, ամենայն դեպս չփոխարինվեց ֆուտբոլիստը կարծես ձգել է մկանը, բայց հիմա տեսնենք այս րոպեների ընթացքում պարզ կլինի նա կշարունակի հանդիպումը, կարողանա շարունակել, թե ամեն դեպքում կփոխարինվի, եթե իհարկե Ղուկասյանն այս իրավիճակում չկարողանա շարունակել հանդիպումը, Լիվերպուլը շատ ծանր իրավիճակում կհայտնվի։ Հիմա Լիվերն է անցել գրոհի Կասյան այստեղ շատ համար պայքար ընթացավ գնդակի համար Դուրգալյանի մոտ է հայտնվում գնդակը ու կրճատված է հանդիպան հաշիվը Ավետիս Դուրգալյանի 2-1։ Գնդակ Դուրգալյանը խփեց մեկ գնդակ, այո, մեկ գոլ ետ բերեց իր թիմի համար ու տեսնենք արդեն 2-1 հաշվի պայմաններում Սա շատ կարևոր իհարկե գնդակ էր, ասենք Լիվերպուլի համար, նրանք պետք է հատկապես այս ժամանակահատվածում խփեին այդ մեկ գնդակը։ Չոբանյան դեպի Մանուկյանը շատ լավ նկատեց ու կատարեց փոխանցում, իսկ սա ինչ իրավիճակ էր։ Աննշան շեղում Հակոբյանից ու գնդակը կհայտնվեց ցանցում, բայց Մանուկյանի հարվածը փաստացի ուժեղ ստացվեց այս իրավիճակում։ Երկար փոխանցում Դուրգալյանը մեկ հպումով փորձեց ուղարկել գնդակը Ղուկասյանին եւ այստեղ Չոբանյանից հեռացավ գնդակը դաշտի սահմաններից դուրս։ Ենգիբարյան Պահում է գնդակը Լիվերպուլը, երկար փոխանցում, լավն էր այս փոխանցումը, բայց Ավետիս Դուրգալյանի հարվածը բարձր է ստացվում այս իրավիճակում։ Նորից գրո է սկսում արդեն ձախ եզրով Արսենալը։ Հերվից փորձ ու նորից բարձր ստացվեց այստեղ էլ արդեն Մանուկյանի հարվածը։
Սելտանը ներողություն ներկայիս Լիվերպուլն է եւս մեկ գրոյի փորձում հասնել Բուլղարիան դեպի կենտրոն լավ խաղարկում իրականացրեցին հիմա Լիվերպուլի ֆուտբոլիստները բայց արված այնքան էլ հաջող չէր Եվ այստեղ այո կար խախտում Զարգարյանի կողմից մրցակցի դեմ պայքարում Եվ ստանդարտին հետևենք կա Սուլիչը Ենգիբարյանն է գնդակի մոտ Ցածրից փոխանցում ու այստեղ փակվեց հարվածի ճանապարհը ու անկյունային այո ամեն դեպքում վաստակեց այս իրավիճակում արդեն Լիվերպուլը տեսնենք անկյունային է ինչի փորձ են վերացել Լիվերի ֆուտբոլիստները Կա փոխանցումը եւս մեկ անգամ փակվեց գնդակի ճանապարհ ու կլինի կրկնակի անկյունային Եվս մեկ փոխանցում ու այստեղ արդեն Ենգիբարյանը ցածկեց բոլորից բարձր, բայց հարվածը չստացվեց, չնայած հիմա էլ արդեն հակառակ եսից է անկյունային իրականացնելու Լիվերպուլը արագ այս անգամ խաղարկում եւս մեկ փոխանցում հասնում է գնդակը դեպի Սուրեն Ղուկասյանը Ղուկասյան լավ տարավ իր գնդակը հարված ձախ ոտքով Գալստյանը երկրեց բայց երկրորդ ստացվեց Պոտիսամ ու հիմա Կարապետյանը աչից կա Ջոբանյանը շատ դուր ստացվեց այստեղ Պոտիսամը փոխանցումը իսկ Ջոկ տվեց իր հնարավորությունից էլ այստեղ Սեյտան Զարգարյան Դաթար վերցրեց Պիպա ու հետո շատ լավ փոխանցում կատարեց այստեղ բայց կորցնում են գնդակը հիմա Արսենալի տղաները հետո իհարկե թույլ չտվեցին Լիվերի գրոհը ընթանալու ամեն դեպքում Եսիսն հետում է Ու ինչը այստեղ, այո, կար ձեռքով հարցակող թիմի կողմից, այո, նետեց Ենգիբարյանը, եթե չդիպչեր հիմա Լիվերպուլի ֆուտբոլիստի ձեռքին, ապա պատկերացնում եք ինչ դիտքում արված կատարելու հնարավորություն էր ստանում Լիվերի հարցակողը Կար, այո, անկնայդ էր այստեղ խաղի կանոնների խախտումը ու հիմա արդեն ստանդարտը գուցե փոխություն տա Լիվերի ֆուտբոլիստների Ղուկասյան փակվեց գնդակի ճանապարհը հիմա փոխանցում Բուլղարյանն է հարվածում հիմա Լապոկյանն է վրա անում Բուլղարյանի հարվածը Բուլղարյան փայլ է գնդակը դեպի աջ շարժվեց
Ղուկասյան երվից կփորձի այստեղ փորձեց արբացել, բայց Պակեցին իսկ այստեղ Կարապետյանը մաքուր է գործել ինչ գրոյի անցել հիմա Արսենալը Կարապետյան ու այստեղ էլ Կարապետյանը չկարողացավ արվածել այնպես որ գտնել դարպասի իհարկե կար նաև փոխանցման տարբերակ Այո, շատ լավ ծարավ այստեղ Կարապետյանի գնդակը, բայց վերջում պաշտպանը խանգարեց նրան դիպուկ հարված կատարելու գործում, հիմա արդեն եզից է նետելու Արսենալը Հակոբյան Հերաշտում Լիվերպուլի ֆուտբոլիստները գնդակը Չոբանյան դեպի կենտրոն Զարգարյանի ուղղությամբ կատարեց այս փոխանցումը Չոբանյանի ուղղությամբ էլ ուղարկեց գնդակը Զարգարյանը բայց այստեղ Պոտիսյանի փոխանցումը չանցավ եւ հիմա կարող է ավելի լավ գրոհել Լիվերպուլը կամ այո այստեղ գրոհի դեմp իսկ ինչու չփոխանցեցին Սուրե Ղուկասյանին նա չէ որ նպաստավոր դիրքում սպասում էր բայց հիմա ուշ չէ Ղուկասյանը դեպի բայց այստեղ արդեն Յախանյանն է փակում գնդակի ճանապարհը շատ հետաքրքիր եւս մեկ իրավիճակ հիմա էլ Արսենալի գրոհը չեզոքացվեց իսկ սա իհարկե ակնհայտ կանոնների խախտում էր Պոտիսյանի դեմ պայքարը Հեռացեց հիմա գնդակը Լիվերպուլը Սուրեն Ղուկասյան սամաններում այստեղ պես շտաճով գործեց շարունակում է մնալ գնդակով հիմա ազատվեց ամենաճիշտ պայն կատարեց այս փոխանցումը վտանգավոր իրավիճակ է ևս մեկ հարվածում որից Գալստյանը բռնում է Թուրքարյանի կատարած հարվածից հետո շատ լավ գրող կազմակերպեցին Լիվերպուլի տղաները Սուրեն Ղուկասյանը սկսեց ամեն ինչ բայց Ինչ անես երբ դարպասապահ այսպես կրաում է հարվածի ուղղությունը ու հեռացնում է գնդակը Կա փոխանցում այստեղ էլ արված չենք տեսնում Ես նայն նետում իրականացված է կիսա կատարել Լիվերպուլի ֆուտբոլիստը իսկ այստեղ կար կոպիտ խաղի կանոնների խախտում Յախանյանի կողմից եւ ինչ է ստա 11 մետրահուն ծարված թե ոչ տուկանային հրապարակից դեպեցել եւ դեպի քարտը ամեն դեպքում հիմա գլխավերևում տեսավ Դոր Յախանյանը վտանգավոր գոտում այնպեսի դիրք է որ կարող է Դուրգայանը այստեղից գրավել դարպասը կա Սուլիչը հարվածը նույնպես ու այստեղ անցավ գնդակը նույնիսկ դարպասապահից բայց ով էր Չոբանյանն էր կարծես ով այդպես հարվածը վերջին պահին տեղակայվել դարպասը ծովի մոտ չտվել հարվածը այդ տվից անցում Դուրգայանի կատարած եզից է նետում հիմա Լիվերպուլը Ենգիբարյան երկար նետում այստեղ էլ արված չենք տեսնում ու վերջ խաղակեսը ավարտում ենք հենց այստեղ 2-1-ի առայժմ հանդիպման հաշիվը կարճ դադար որից հետո կվերադառնանք Վերադառնում ենք
Նյուկասլն հետ միասին դիտելու Arsenal Liverpool Չեմպիոնների լիգայի խաղարկության հանդիպան երկրորդ խաղակեսը ուտեստենք արդեն երկրորդ խաղակեսում թիմերը ինչ են նախապատրաստել առաջի կեսում գրանցվեց 3 դարպասի գրավում 2-1 հաշվով հաղթում է Arsenal-ը Էրիկ Կարապետյանը դուբլ գրանցեց մեկ անգամ էլ Liverpool-ից աչքի ընկավ Ավետիչ Դուրգայանը կրճատեց հանդիպան աշխիվը ու արդեն տեսնենք երկրորդ խաղակեսում թիմերը ինչ կարողջարկեն հիմա անմիջապես գրոհի անցել Liverpool-ը բայց այստեղ հարվածը Խույլեր ու Գալստյանը խնդիրներ չունեցավ գնդակին տիրելու գործում Դեպի առաջ Դուրգանյանի ուղղությամբ Ղուկասյանը չեզնում է Ղուկասյանը դաթար է վերցնում Ղուկասյան ձախ ոտքով հարված փակեց գնդակի ճանապարհը շահունակում է հիմա էլ արդեն ձախ եզրով գրոհ է Liverpool-ը տեսնենք այս գրոհը ինչ կտա Liver-ի տղաներին մեկ փոխանցում այստեղ էլ անհաջող էր փոխանցումը Եվս մեկ հարվածում արդեն Որտիսան դրա այս հարվածը Ենգիբարյան Շատ լավն են մտահղացումը, բայց փոխանցում ուժեղ ստացվեց այստեղ Ենգիբարյանի կատարած Իմպոտիսամ արդեն ձախ եզրով գործում է Arsenal-ը սկսել գրող Հակոբյան շատ լավ ազատվեց ու կատարեց փոխանցումը Հակոբյանը ու գնդակը տեղափոխված է արդեն Աչիեզար այստեղ էլ Սուրեն Ղուկասյանը անհատական վարպետությունը գործի դրեց Ղուկասյանը ու այստեղ չժպտաց բախտը արդեն Liverpool-ին հանդիպան աշխիվը հավասարեցնելու գործում իսկ այստեղ այո Կար ձեռքով խաղ Հակոբյան Թողնում է գնդակը Մանուկյանն էլ լավ անցում հեղանակցրեց Դեպի աչ է ուղարկում արդեն Զարգը ենա աչ եզնում է տեղակայվել Պոտիսամ Հակոբյանն ասյակեց Պոտիսամը գնդակը Հակոբյանն էլ կատարեց փոխացում այստեղ հեռացեցին գնդակը ես իսկ նետի հիմա Arsenal-ը ու այստեղ գնդակի կորուստ տեղի ունեցավ Շատ լավ գրոհ են սկսում հիմա Liverpool-ի ֆուտբոլիստները ափսոս Դուրգալյանի փոխանցում այստեղ թույլ ստացվեց այլապես Սուրեն Ղուկասյանը արդեն հասցնելու էր հարված կատարել Ղուկասյան թողնում է գնդակը Ենգիբարյանին ու շարժվում առաջ Գուցե հեռվից փորձի Ենգիբարյանը այդպես էլ արեց բայց Շեղ ընթացավ Ենգիբարյանի կատարած հարվածը ու արդեն տեսեք մեկ փոխանցում դեպի Կարապետյան ու ամեն ինչ հնարավոր է այս ֆուտբոլիստից սպասել իհարկե պետք է գոնե
երկրորդ խաղակեսում փորձեն նրան վերահսկողության տակ բայել։ Ճիշտ է դա բարդ է, բայց պետք է փորձին Լիվերպուլի պաշտպանությունը այդ ամենը անել, քանի որ եթե եւս մեկը խփի Կարապետյանը ու կրկին երկու գնդակի առավելություն ստանա Արսենալը, ապա արդեն շատ բարդ է լինելու պատկերացնել Լիվերպուլի տեսանկյունը այդ իրավիճակում, քանի որ եթե օրինակ երկու գնդակի առավելություն ստացել էին հանդիպան մեկ դարկում Արսենալ տղաները, այնքան էլ ծանր չէ Լիվերպուլի վիճակը, քանի որ կար խաղաժամանակ, բայց եթե հիմա այդ առավելությունը ստանա Արսենալը, ապա պատկերացնում եք գնալով հանդիպումը իհարկե մոտենալու է ավարտին, շատ ավելի քիչ խաղաժամանակ է մնալու ու դա միայն ու միայն խոչընդոտ է հանդիսանալու իհարկե այդ լարվածությունը Լիվերպուլի տղաների համար Ջոբանյանն է գնդակով շարժվում առաջ ուժեղ էր այստեղ փոխանցումը Դուրգալյան լավ ընդունեց գնդակ ավետից Դուրգալյանը շատ լավ էլ անցում իրականացեց տեսնենք բայց եւ անկյունային այո փակվեց այստեղ փոխանցման ճանապարհը Ղուկասյան բայց գնդակի նոցունը Ղուկասյանը հիմա ազատվեց Ենգիբարյան նորից Ղուկասյան դա մանցում Ղուկասյանից տեսեք Ենգիբարյան Արվազու Գալստյանը նորից է պրկում այս իրավիճակում այսօր իհարկե բարձունքի վրա է դարպասապահ Սերգեյ Գալստյանը Ղուկասյանն իրականացեց անկյունայինը եւ այդտեղ հեռացնում Արսենալի պաշտպանները բայց այն կրկին կմնա Լիվերի մոտ երկար նետում դեպի Տուգանայինի մատույցներ այստեղ շատ խաղաղ իրավիճակ է Մանուկյան ստացվեց հեռացնել, բայց ամենայն դեպս արդեն կոտրվեց Լիվերպուլի այս գրոհը եւ Եզրային հետում է վաստակում Արսենալը բայց տեսնենք ինչ է պատահել Լիվերպուլի ֆուտբոլիստին Ղուկասյան լավ անցում էր երկու մրցակցի հետ պայքարում փոխանցումը լավն էր, բայց ինչպես այս դրվագի հետ այսպես վարվեցին տղաները, այո պետք էր կասեցնել ու արվածել գնդակ այդ տարբերակ չկար ու հաստատ հիմա զրկվեց մեծ հնարավորությունից դարպասը գրավելու Լիվերպուլը Ջոբանյանն է գնդակով եւ իհարկե Արսենալը այս ամենը կարծում եմ հաշվի առնում է հիմա մի փոքր ընկած է հանդիպան տեմպը իհարկե այս գրոները դեռ չեք տեսել ինչ արտահայտում են Մանուկյան ուժել էր այս փոխանցումը դեպի Կարապետյանը այն սուր գրոները դեռ չենք տեսել ինչ առաջի խաղակեսում թիմերը սպառնում Ենգիբարյան Ղուկասյան մեկ հպումով դեպի աչեզր ուղարկեց ուրեղ Ղուկասյանը գնդակը հարված եք տեսնում ու շեղ է ստացվում այս հարվածը նույնպես
Նորից Արագոնը խլեց գնդակը Լիվերպուլը վտանգավոր է Ղուկասյան հիմա պետք է հարվածել այսպես 2-2 է Ղուկասյանը դարձնում հանդիպան հաշիվը շատ լավ օգտագործեցի հնարավորությունը Լիվերպուլու հաշվի հավասարությունը վերականգնված է 2-2 Սուրեն Ղուկասյանը վերականգնում է հաշվի հավասարությունը այո ակտիվացել էր Լիվերպուլը ճիշտ է չկային այն հարվածները օրինակ ուներ մի քանի հնարավորություն Լիվերպուլը չօգտագործեց Արսենալը ավելի շատ պաշտպանվում էր ու հիմա այսպես ստացվեց եթե մի քանի խաղանկերներ չօգտագործեցին իրենց հնարավորությունը Ղուկասյանը այսպես օգտագործեց իսկ հիմա Մանուկյանը կարող է նորից առաջ մղել հաշվի մեջ Արսենալին այո երկու գնդակ զիջելից Լիվերպուլը վերադարձավ խաղու հաշվի հավասարությունը վերականգնեց Հիմա արդեն Դուրգարյանն է հարվածում ու 3-2 արդեն հաղթում է Լիվերպուլը խաղադաշտում Դուրգարյան 3-2 դուբլ Դուրգարյանից արդեն այս խաղում ու այս խաղում առաջին անգամ հաղթում է Լիվերպուլը բայց եթե հաղթի չհաղթանակ կլինի կամ այն հաղթանակ իհարկե 2-0-ից վերադարձան խաղ ու 3 գնդակ հեղինակեցին եւ հիմա հաղթում են 3-2 հաշվով այս սատեր հաղթանակ չէ դեռ Արսենալը իհարկե գնալու է այս բացողացը ետևից Կարապետյան լավ անցում էր հաստրեց կատարել փոխանցումը Մանուկյանին կա փոխանցում այստեղ Յախանյանը չդունեց Զարգարյանն ու Կիրիլը փրկում է այստեղ Լիվերպուլին այս խաղում երևի առաջին անգամ մենք տեսանք սեյվ կատարելից Լիվերպուլի դարպասապահին ու այն էլ ինչպիսի սեյվ հանեց գնդակը մոտակա անկից հետևենք անկյունային Զարգարյանն է իրականացնելու այն Փոխանցումը կա ով է հարվածում Յախանյանը, բայց թույլ է ստացվում հարված ու Կիրիլը վերցնում է այստեղ գնդակը Շատ լավներ այս փոխանցումը իսկ ինչու չի եզրափակում եթե չեմ սխալվում Աթապեկյան այս դրվագը շատ մոտ էր հիմա Լիվերը չորրորդը խփելուն սխալվեցին հիմա այլ Արսենալի ֆուտբոլիստները հիմա Չոբանյանը կարողացավ վերացնել գնդակը Հակոբյան Ենգիբանյան պայքարը կտեսնենք ու հենց Չոբանյանից է հեռանում այո գնդակը դաշտի սահմաններից դուրս Սուրեն Ղուկասյան լավ ընդունեց, տեսնենք շարունակությունը Ղուկասյանից, հեռու թողեց ու Պոտիսավը խլեց գնդակը եւ դեպի առաջ Զարգարյան պետք է գնա առաջ հիմա իհարկե Արսենալը փորձելու արդեն ինքը մտածել հաշվի հավասարությունը վերականգնելու մասին Զարգարյան դեպի ցախ ու Ենգիբարյանին այսպես հեշտությամբ չէ շրջանցի Եզրային իրականացված է Կարապետյանն ընդունեց, բայց թույլ չտվեցին նրան հարվածել ու հիմա տեսնենք անցել է գրոյի հիմա էլ արդեն Լիվերպուլը, բայց անկյունային են վաստակում Լիվերպուլի ֆուտբոլիստները Դա փոխանցումը Մանուկյանը կանգնեց գնդակի ճանապարհին եւ այստեղ շեղ է ստացվում Լիվերպուլի ֆուտբոլիստ Եսայի Դեմիրճյանի կատարած հարվածը
Պոտիսան Թողեց Դուրգանյանի գնդակը բարձրից դեպի առաջ հեռացնում են Լիվերպուլի ֆուտբոլիստները Կրկին Պոտիսան Մանուկյանը ընդունեց գնդակը Չոբանյանը ուղարկեց այն Նորից Մանուկյան երվից հարված ու նորից է միջամտում դրվագին Նորից անկյունային է վաստակում Արսենալը, այս անգամ ձախ եզրից Փոխանցումը Կարապետյանը այստեղ հարվածեց, բայց դիրքը բարդ էր Ուշեղ ստացվեց սերի Կարապետյանի կատարած հարվածը Էմերչյանն է առաջարվում Կենտրոնով, բայց ուժեղ ստացվեց փոխանցումը Չոբանյան դեպի Պոտիսամը գլորեց գնդակը նորից Չոբանյան Մի փոքր թույլ ստացվեց Պոտիսամի փոխանցումը, բայց Չոբանյանը կարողացավ պահել գնդակը դեպի Զարգալյանը փոխանցում Չոբանյան, կրկին Զարգալյան Դեպի աջուղարկեցի Մանուկյանին, իսկ Մանուկյանի փոխանցումը չանցավ և Ղուկասյան դե Պոտիսան մեկը-մեկի պայքարի մարդ էր Վերադասավորվեցին Արսենալի պաշտպանները, Լիվերը նորից կգրոհի, բայց արդեն ավելի դանդաղ կերպով Դուրգանյանը անցում էր մի փոքր հեռուտով չի ավարտվել գրոհի, հիմա ավարտված է ինչու չփոխանցեց այստեղ Դուրգանյանին նրա խաղընկերը իհարկե Դուրգանյանը ավելի լավ հնարավորություն կունենար այս դրվագը եզրափակելու համար Զարգարյան փորձում է արվածային դիրքում հայտնվել, բայց շատ են խաղանկերները նրա առջև ուսուլեց մրցավարը նշանակեց կանոնների խախտում Տեսնենք կա մրցավարի սուլիչը Զարգարյանը գնդակի մոտ է, նա է հեռվից հարվածում, բայց բավական բարձր է ստացվում այստեղ Զարգարյանի կատարած հարվածը Երկար փոխանցում այստեղ դեպի Դուրգանյանը մեկ փոխանցում Դուրգանյան էտրիկ 4-2 է Դուրգանը դարձնում այստեղ արդեն հանդիպան հաշիվը և սա ավելի վստահ իրավիճակում է դնում Լիվերպուլի ֆուտբոլիստներին 4-2 հեկտրիկ ավետից Դուրգանյանից մեկ փոխանցում էլ տեղի ունեցավ դարպասապակիրից այստեղ ու արդեն Դուրգայանը հայտնվեց միայնակ և առանց խնդիրների գրավեց դարպասը երկու գնդակի առավելություն արդեն ունի այս խաղում Լիվերպուլը շատ մոտ են Լիվերի ֆուտբոլիստները այս խաղում հաղթելուն բայց իհարկե դա կասեմ ժամանակի ավարտից հետո դեռ իհարկե ժամանակ կա և Արսենալը կարող է Սուրան Ղուկասյան շատ լավ փոխանցում հետևեց դեպի ձախ եզր վտանգավոր է ու արդեն սա հաղթանակ է 5-2 է հիմա արդեն Սաշա Աթաբեկյանը դարձնում հանդիպան հաշիվը
Սաշա Աթաբեկյան 5-2 արդեն սա իհարկե ակրնակ է Լիվերպուլի ֆուտբոլիստերի համար ինչ կամային որակներ ցուցաբերեցին նրանք այսօր ու արժանանում են այս խաղում 3 միավորին իսկապես հեշտ չէր զիջել 2 գնդակ ու վերադառնալ խաղ նախ առաջի կեսում կրճատեցին 1 գնդակ ետ վերեցին հետո արդեն երկրորդ խաղակեսում նախ հաշվի հավասարությունը ստուգան Ղուկասյանը վերականգնեց Դուրգարյանը առաջ մղեց հետո նորից Դուրգարյանը գրավեց դարպասը նա այդ գոլը նրա երրորդ գնդակն ու 4-2 դարձավ Անդիպանաշևը եւ հիմա էլ Աթաբեկյանի գոլը շատ իսկապես հետաքրքիր հանդիպում ձևավորվեց 7 դարպասի գրավում արդեն ունենք Զարգայանն է առաջ շարժվում եւ կնետի եսից Արսենալը Հակոբյան հերո թողեց գնդակը այստեղ խլեցին կրկին Լիվերպուլի ֆուտբոլիստները Դուրգարյան եւ սա հակագրոհի տարբերակ է տեսեք ինչ առավելություն ունի հիմա արցակման գծում Լիվերպուլը ով է հարվածելու Աթաբեկյանը ոչ ստացվեց հարվածել Աթաբեկյանի մոտ հիմա արդեն դեպի ավելի ետ ուղարկեց Դերուջան Ղուկասյան ուղարկեց դեպի Ադամյանը գնդակը վտանգավոր իրավիճակ ու եւս մեկ գոլ ենք տեսնում բրավո Լիվերպուլը իսկապես կամային որակներ է ցուցադրում խաղադաշտում Պատկեզ Ադամյանը հիմա էլ դարձավ գոլի հեղինակ 6-2 դարձելով Անդիպանաշիվը ու էլ ավելի մեծացրեց Լիվերպուլի առավելությունը իհարկե ամեն գոլից հետո արդեն քանի խոշոր է հաշիվը ամեն գնդակից հետո բնականաբար ավելի երևացող է դառնում Լիվերպուլի առավելությունը խաղադաշտում Մանուկյան Փոքր գրոհ եզրը դեպի ձախ Հակոբյանի ուղղությամբ երկար փոխանցում այստեղ էլ թույլ ստացվեց Մանուկյան վտանգավոր է փակվեց հարվածը հիմա միգուցե հիմա ստացվեց հարվածը բայց ոտքով Կիրիլը ետ է մղում գնդակը ավետից Դուրգարյանը նորից խնդրեմ հակագրոհում է Լիվերպուլը Դուրգարյանը տարավ իր գնդակը կա Ղուկասյանի տարբերակը լավ անցումներ Սուրեն Ղուկասյանն ու այստեղ չտեսանք այդպես էլ վերջին հարվածը դարպասի ուղղությամբ Զարգարյան դեպի Մանուկ ներողություն Կարապետյան ուղարկեց գնդակը եւ սա խաղի կանոնների խախտում էր իհարկե Արագորեն խաղարկեց գնդակը Արսենալը Էրիկ Կարապետյան հարվածը կա ու մի փոքր շեղությամբ ընթացավ Կարապետյանի կատարած հարվածը շատ արագ խաղարկում իհարկե կարող էր խաղարկումը գոլով ավարտել Արսենալը բայց եղավ այն ինչ եղավ այո իսկապես Արսենալի տեսանկյունից շատ բարդ է պատկերացնել շատ բարդ է համակերպվել այս մտքի հետ նրանք եւս մեկ հարված ու պոկեր ավետից Դուրգարյան արդեն այո նրա 4-րդ գնդակն ենք տեսնում այս խաղում Անդիպանաշիվն էլ դարձնում է 7-2 Դուրգարյանը այո ավետից Դուրգարյանը հերթական գոլն է խփում իր անվան դիմաց ու Արսենալ տեսանկյունը պատկերացրեք հաղթում են 2-0 ու բաց են թողել 7 գնդակ ինչ բարդ է համակերպվել իհարկե այս մտքի հետ Կարապետյան բարձր ստացվեց հարվածը հանդիպումն էլ ավարտում ենք հետաքրքիր ու գոլառատ հանդիպում դիտեցինք ծափարություն երկու թիմերին էլ այս հանդիպման համար այսքանը մեզ մոտ կարճ դադար որից հետո խաղային օրը կշարունակենք